Հարգելի իմ դիտորդ, եկեք տեսնենք Գագիկ Ծառուկյանի 7 էներգետիկ անիվները։ 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 Մուլադխարը, Սվաթխիստանը, Մանիպուրը, Անահատը, Վիշուտխը, Աջնը, Սախասրարը, տեսնենք։ Գագիկ Ծառուկյանի ընդհանուր էներգիան, ինչ էներգիայի դեր մարդը Գագիկը Ծառուկյան, Գագիկ Ծառուկյանի ընդհանուր էներգիան։ Գագիկ Ծառուկյանի ընդհանուր էներգիան։ Եվ այսպես Մուլադխարը։ Так. Գագիկ Ծառուկյանը շատ լավ այսպես պաշտպանություն ունի, բայց ինքը վախ ունի իրան պաշտպանելու հետ կապված։ Ինքը միշտ մտածում է իրան պաշտպանելու հետ կապված հարցերի շուրջ։ Այստեղ բլոկ չեմ տեսնում, այստեղ մարդը ինքն իրանով իր համար պաշտպանություն է հարձակումներից է իր հանդեպ ունեցած, բայց ինքը միշտ, այսինքն հաշվի է առնում, որ պետք է իր ֆիզիկականը պաշտպանել։ Հնարավոր է առողջությունն էլ ոչ միայն ֆիզիկական, իր էներգիան ընդհանուր պաշտպանել եւ ինքը դրանով զբաղվում է, տեսեք, փակել է։ Վաու, ես ինչ է, էսել որ երրորդը տոպիկ է դուրս գալի։ Շատ զուսպ անձնավորություն է իր հաճույքների հետ կապված։ Ասեմ իմ մոնակ, այդպես է գալի իրանց էներգիան։ Շատերին է հետաքրքրում, թե ինքը ոնց է հասել են ամեն ինչին հասել է։ Հնարավոր է միստիկա գոյություն ունի, իր մոլորակների հետ կապված դասավորվածությունը կամ այն աստղը, ինչի տակ ինքը ծնվել է, իրան տալիս է այդ հնարավորությունը։ Ռուսինա դուշա, սրտի իր չակրան։ Սա նշանակում է, որ սրտի մեջ ինքը ամեն ինչ շատ մոտ է ընդունում եւ մարդկանց համարում է հարազատ եւ ինքն էլ է փորձում նույն ձևին։ Ամեն դեպքում բարի սիրտ ունի, այսպես ասեմ։ Խոսքի մեջ ինքը բաց է, ոնց մտածում է, տենց է խոսում, ասեմ իմանաք։ Ոնց մտածում է, ինքը այդպես է խոսում։ Շատ պարզ է։ Տեսեք, աջնայում ինքը շատ լավ գիտի, որ այս կյանքում ինչ անելու է, մենակով անելու։ Այդ միայնակ լինելու զգացողություն ինքը կա, ինքը ունի։ Ժամանակ առ ժամանակ հնարավոր է մարդը ուզում առանձնանա ու մենակ մնա։ Եվ իր բարեգործությունն է իր գլխում ընկած, թե ինչպես կարողանա մարդկանց օգնել, հիվանդներին հասնել, մեծահասակներին հասնել։ Այս այն մարդն է, որ իրականում մեծերի հանդեպ մեծ հարգանք ունի եւ թուլություն ունի։ Ուրեմն մենք ինչ ունենք, զսպվածություն, մենք այստեղ բլոկներ չունենք։ Ինքը իրանով ոչ մի բլոկ չունեցող անձնավորությունը, նույնիսկ շատ լավ գիտի ինչպես տիրապետել իր միջի գազանին։ Ոտ գլխավոր էներգիան։ Սա այն մարդն է, կարծես 9 չար, 9 գավաթներ, սա այն մարդն է, որ գոհ է իրանից, իր կյանքից, ինչ ինքը ունի, ինչ ձեռք է բերել, իր ընտանիքից, կատարվում է այսպես միստիկ կերպով, իր նպատակը, իր ցանկությունը կատարվող անձնավորությունը։ Բայց ինքը կարծես 10 գավաթի հետ կապված է։ Համարում է, որ այս կյանքում դեռ չի ասել նրան մինչև վերջ, ինչին ինքը ձգտում է։ Դեռ ինքը ավելի է ուզում էմոցիոնալ բավարարված իրան զգա, այսպես։
Այսպես էր Գագիկ Ծառուկյանի չակրաները։ Ոչ մի խնդիր այստեղ էլ չունենք մենք եւ շատ լավ է։ Ես հարգում եմ իրեն շատ որպես սպորտսմեն մարդ, որպես մարզիչ, շատ հավանում եմ Ծառուկյանին, լավն է ինքը։